Էլ մի կարճ լրացում անեմ ձեր հարցի վերաբերյալ, շատ կոնկրետ էլի, ուժեղ Հայաստան կոչվող կուսակցությունը, որը հիմա ինչ որ անցումային համակարգողի կարգավիճակի մասին է խոսում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նման բան նախատեսված չէ, Տիկին Մանավազյան իրավացիորեն նշեց, որ ոչ վարչապետի, ոչ պատգամավորի թեկնածու տվյալ անձնավորությունը չի կարող լինել, եւ հետեւաբար այստեղ բոլոր հարցերը փակվում են։ Հայաստանում այլևս անցել են այդ ժամանակները, երբ որ ԺԵԿ-ի թղթով կարող էր գալ եւ նախագահի թեկնածու դառնալ։ Մեկ էլ ես հիշում եմ Քոչարյանի եւ Սերժի ընտրությունների ժամանակ մարդիկ գնում էին քվեաթերթիկների վրա գրում էին Չակ Նորրիս։ Ուժեղ Հայաստանի առաջարկությունը կարան իրանք այդպես իրացնեն ընտրությունների ընթացքում։ Ուրիշ որևէ կերպ հնարավոր չի իրանց ուրեմն ցնորամիտ հակասահմանադրական, հակաժողովրդավարական, հակապետական, հակահայկական մտքերը իրականացնել։ Շնորհակալ եմ։